Հայոց եռագույնը զինանշանն ու օրհներգը բնութագրում են հայ ժողովրդի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու նվաճումները։ Կարմիր, կապույտ, նարնջագույն գույները պատահական չեն ընտրվել, սրանցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ու իմաստն ունի։ Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը հայ ժողովրդի ստեղծագործ տաղանն ու հայրենասիրությունը։ Օրվա խորհրդից սակայն գյումրեցիներից քչերն են տեղյակ։ Պետական դրոշորը, որ սահմանում է պետության ինքնությունը, ինքնավարությունը եւ իր տարածության ամբողջականությունը։ 15-ն է այսօր։ Չէ, սահմանադրությունը 5-ին էր։ Չէ, չգիտեմ։ Շատ լավ օր է։ Գիտեք այսօր ինչ օր է։ Ոչ։ Ցախ փախան Հայաստանի, ցախ Տարդգբա։ Այսօր իմ ուվալատի օրն է։ Այսօր ինչ օր է, գիտեք։ Տոնորների օրը։ Պատկերացրու իսկականի չգիտեմ ինչ օր է։ Ամսի քանիսն է այսօր։ 15-ը։ Չգիտեմ, ճիշտն ասած չգիտեմ։ Գիտեք այսօր ինչ օր է։ Գիտեմ, շաբաթ։ Չգիտեմ։ Այսօր շաբաթ։ Պետական ինչ տոն է։ Չգիտեմ։ 15-ը, շաբաթ։ Պետական ինչ օր է այսօր, ինչ տոն։ Չգիտեմ։ Ճիշտն ասած չէ։ Տեղյակ չեմ։ Այսօր ինչ օր է, գիտեք։ Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդանիշերի Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրն է։ Այսօր վառ լուսավոր պայծառ ամենակարևորը գունագեղ օր է։ Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանի Արմստրոնգ հասարակական կազմակերպության Սուրբ Հակոբ եկեղեցու երիտասարդաց միության եւ World Vision բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը մեկ նպատակ է հետապնդում՝ գյումրեցի փոքրիկներին պատմել օրվա խորհրդի մասին ու հայրենասիրություն սերմանել նրանց հոգիներում։ Համախմբան նպատակային է, որ կազմակերպենք մի այնպիսի միջոցառում, որը հնարավորություն կտա գյումրեցի երիտասարդներին համախմբել մի տեղում եւ իրենք իրենց ձեռքերով պատրաստեն ստեղծեն մեր ազգային դրոշակը եւ խորհուրդ ունենալով թե ինչպես է մեր նախնիները պաշտպանել ստեղծել մեր հայրենիքը, այդպես էլ իրանք որոշ չափով նմանեցնելով այդ ավանդույթին, այդ պատմությանը, իրանք իրենց ձեռքերով ստեղծում են մեր այսօրվա դրոշակը, ու այդ process-ի ընթացքում հույս ունենալով, որ իրանք հանդեպ ինչ-որ բան կավելանա ի հանդեպ մեր դրոշակի, մեր ազգային արժեքներից մեկի։ Երիտասարդներն ու փոքրիկները հայկական դրոշն են կերտում, հենց պատրաստ լինի եռագույնը են տեղադրելու են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց։ Խորհրդանշական է, որ նաև դրոշի ներկվում կլինի մի հատված, այդպես ասած 11-րդ պատվիրանը չգրված օրենքը, սիրենք միմյանցս այդ հատվածը եւ փորձենք կարելի ասել մի փոքրիկ ինչ որ փոխել շրջակա մարդկանց կարծիքը մեկս մյուսի նկատմամբ։ Հենց այսպիսի բարձր տրամադրությամբ Գյումրիում նշվեց հայկական խորհրդանիշերի օրը։ Հեղինե Մանուկյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։